Ես հասկանում եմ, որ այս հարցը ձեզ շատ մռմռացնում է, որովհետև այս հարցը հուզում է Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներին, եւ դուք շատ լավ գիտեք դրա մասին։ Դուք որ շատ լավ գիտեք դրա մասին։ Իրականությունը, պարոն Փաշինյան, նա է, որ դուք դավաճանել եք ժողովրդին, որովհետև 2018 թվականին դուք ժողովրդին խոստացել եք բարեկեցություն, բայց միայն ձեր իշխանավորների բարեկեցությունն եք ավելացրել։ Ֆիզիկայի մեջ գոյություն ունի լույսի արագություն, չէ, ամենաարագ արագությունն է։ Դուք նոր չափման միավոր եք ստեղծել ձեր իշխանության հարստացման արագություն, լույսի արագությանը հավասարազոր։ Ես հասկանում եմ, լռեք եք, որ խոսում ենք, լռեք եք, որ խոսում ենք, լռեք։ Ավարտվել է ժամանակը։ Ես հասկանում եմ, որ այս հարցերը ձեզ շատ անհանգստացնում Եղոյան։ Եվ լավ եք անում, որ անհանգստանում եք։ Թալանացի մասով։ Թալանացը Տիկին հավաքում եք, ժողովրդին ժամանակը բաժանեք, չէ։ ձեր մեջ մի բաժանեք։ Լրություն դալիճում։ Տիկին Խամոյան, կարծում եմ լավ առիթ է, որ ձեր խմբակցությունը ասի, թե ամիսը ծրարով ինչքան փող է ստանում Ռոբերտ Քոչարյանից եւ որտեղից նրան այդ փողը։ Երկրորդը, մենք մի րոպե, հանգիստ։ Դալիճում լրություն։ Կոնկրետ մարդիկ կան, որ փաստագրված կոնկրետ Միշիկից փող են ստացել ժամանակին, հիմա են նստած են այս դահլիճում։ Ծրարով։ Քրեական գործով տեսակում անունը պետքա տրվեր, հեսա հերթով կասեն, անուններ տվեք։ Երկրորդը, Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից այսքոմ ստեղծվել է մոտավորապես 230,000 աշխատատեղ։ Կոնկրետ թվերը մի քիչ պլյուս մինուս կարող լինի։ Երրորդը, բարեկեցության մասին եք խոսում, եկեք գնանք նայենք 2018 թվականի նախորդող 7 տարում Հայաստանից քանի մարդ է գնացել եվրոպական պետություն տուրիստի կարգավիճակով կամ ընդհանրապես Հայաստանից արտագնա քանի մարդ է գնացել, քանի մարդ է ավիատոմս գնել եւ հիմա նայենք 2018 թվականից հետո։ Բարեկեցություն է, բա ի՞նչ է։ Բա ով ասում, բա երկրի հնան 18 թվից այսքոմ 52%-ով աճել է։ Չի կարող այդ բարեկեցություն չլինի։ Ինչ վերաբերում է մեր հարստություն, ցույց տվեք մեր հարստությունը։ Որտե՞ղ է մեր, ով է, բացառում եմ ես դա։